ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, որպես պայմանավորվեցինք նախորդ անգամ, սկսենք այն լրատվամիջոցներից, որոնք նախորդ անգամ հարց տալու հնարավորություն չունեցին։ Համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կառավարության 2026-2031 թվականի ծրագրում արտաքին քաղաքականության հատվածում նշվում է, որ Հայաստանը կարևորում է հավասարակշռված եւ շարունակում է կարևորել հավասարակշռված ու հավասարակշռման քաղաքականություն վարել, արտաքին քաղաքականություն վարել, քանի որ այն էական ազդեցություն է ունեցել հատկապես արտաքին միջավայրի կայունացման վրա։ Այս բaragարում սակայն մենք դեռևս շարունակում ենք լսել երրորդ երկրի Ռուսաստանի կողմից հնչեցվող պահանջներ ԵՄ-ԵԱՏՄ ընտրության այս մասով երկրում հարակավե անցկացնելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ի մասով որոշումներ կայացնելու մասին են խոսում։ Այս բaragարում Հայաստանում ինչպես է դրսևորվել հավասարակշռված ու հավասարակշռման քաղաքականությունը կամ պետք է շարունակվի դրսևորվել եւ արդյոք երրորդ երկրի կողմից հնչեցվող այս պահանջները իրենց ազդեցությունը չեն ունենում արտաքին միջավայրի կայունացման վրա։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ընդհանրապես դա միջազգային հարաբերություններում միջպետական հարաբերությունները հենց դրանից էլ կազմված են, երբ որ երկրները մյուս երկրների առաջ ձևակերպում են իրենց հետաքրքրող հարցերը։ Հիմա դուք ասիկ պահանջ, որտեղ է արձանագրված այդ պահանջը։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը։ Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրապական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետքա նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից, տեսեք, վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում։ Նախկինում այսպիսի բան չկար։ Նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն։ Հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ունենք ռազմավարական համագործակցություն։ Օրինակ պաշտպանության ոլորտում ո՞նց է արտահայտվում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Արտահայտվում է նրանում, որ մենք նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90%-ը մի ուղղությամբ էր։ Հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք եւ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ դուք դա տեսաք։ Այնտեղ կային, ես թիվը ասել էի, կարծեմ 7 երկրի արտադրության զորահանդեսին մենք սպառազինություն եւ տեխնիկա ենք ցույց տվել։ Եթե հիմա դուք արխիվից հանեք նախկինում Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսների տեսագրությունը կամ ինֆորմացիան, կտեսնեք, որ այնտեղով 90%-ով մի, եթե ոչ ավել, մի երկրի արտադրության տեխնիկա է ցուցադրվել։ Սրա մասին է խոսքը։
Եվ նաև դա տնտեսական ոլորտում պետք է արտահայտվի եւ այնտեղ որտեղ արտահայտել է դա, հասցրել է արտահայտվի, մենք ակնհայտ հաջողություններ ունենք։ Այնտեղ որտեղ ոչ, ակնհայտ է այդ հավասարակշռումը չիրականացնելու հետևանքները։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, կառավարության նիստերից մեկի ժամանակ անդրադարձել էիք ձկնաբուծարանների եւ ձեր խոսքերով ասած նշել էիք, որ վաղուց աճեցված ձուկ չեք օգտագործում։ Եթե Ռուսաստանի կողմից այս արգելքը չլիներ, դուք այս խնդրի մասին կբարձրաձայնեք, դուք երբ վանից գիտեիք, որ այդ ձկնաբուծարանները ստանդարտներին չեն համապատասխանում եւ եթե գիտեիք, ինչ քայլեր եք ձեռնարկել, թե քանի դեռ վաճառվում էր, դրա մասին խոսելու կարիք չկար։ Միացյալ Նահանգների նախագահը Իրանին, այսպես ասած, տնտեսական պատերազմ է հայտարարել։ Կառավարության հնգամյա ծրագրում կարդացի, որ Իրանի հետ պատրաստվում եք խորացնել հարաբերություններն էլ ավելի։ Սա Միացյալ Նահանգների հետ էլ կար նաև հարաբերությունները խորացնելու կետ։ Այստեղ հակասություն կա, թե չէ, Միացյալ Նահանգների այս որոշումը հայ-իրանական հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կունենա եւ մոդուլային ատոմակայանների հետ կապված արդեն Հայաստանի կառավարությունը որոշում ունի, թե չէ, որ երկրի հետ եք վերջնական համագործակցելու դրանք կառուցելու համար։ Եվ վերջում կառավարության ծրագրում հոգևոր անվտանգություն ենթավերնագրով մի հատված կա, որտեղ նշվում է, որ պետք է բացառվեն փորձերը հայ առաքելական եկեղեցուն արտաքին հիբրիդային պատերազմի հենակետ դառնալու հետ կապված փորձերը, կխնդրեմ հստակ ասել արտաքին որ ուժն է փորձում եկեղեցին հիբրիդային պատերազմի մեջ ներգրավել։ Ինձ սննդամթերքի հետ կապված նախկինում էլ առիթ ունեցել ենք, մասնավորապես կաթրամթերքի մասին խոսելիս առիթ ունեցել ենք ասելու, որ մի քանի հասկացություններ պետք է տարբերակել։ Սննդը անվտանգության տեսակետից կարող է խնդիր չունենալ, բայց որակի եւ համային հատկությունների տեսակետից կարող խնդիր ունենալ։ Դա չի նշանակում, թե այդ ինչ որ արտադրվում է, եթե նայեք կամ հետաքրքիր լինի արխիվում նայեք նախքին, նույն թթվասերի հետ կապված այդ հարցերը եւ մենք երբ որ արծարծել ենք, մենք դրա մասին ասել ենք, չի նշանակում, թե ինչ որ վաճառվում է, դա մարդու համար վտանգավոր է։ Որտեւ այդ հարցադրումը էլի արվում է, բա որ տենց է, ինչ եք թողում վաճառել։ Չի նշանակում, թե մարդու համար վտանգավոր է։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Խոսքը համային որակական հատկանիշների մասին է։ Եվ տվյալ դեպքում ես նախկինում էլ հիմա էլ դա նկատի ունեմ, այն դեպքում, երբ որ ձեր ասած խնդրեմը կա, այդ միանշանակ է, որ պետք է կասեցվի դրա վաճառքը։ Եվ այնտեղ, որտեղ այդպիսի դեպք արձանագրվում է, այդ որոշումը չուզենանք էլ չենք կարող չկայացնել, այսինքն տեսչական մարմինները, մյուս մարմինները այդ գործառույթը ունեն եւ պետք է իրականացնել։ Էլի եմ ասում, ասենք օրինակ շատ տարածված Հայաստանում տարածված խոսույթ կա, նույն վաճառվող լոլիկը, ինքը ունեն չի որ մարդու համար վտանգավոր է, բայց մարդիկ ուտում են, ասում են հիմիկվա լոլիկը օրինակ համ չունի, եւ այլն եւ այդպես շարունակ, այսինքն խոսքը այդ ոլորտի խնդրի մասին է։ Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ կապված իրադրությամբ բնականաբար մենք շատ անհանգստացած ենք եւ մենք նաեւ այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Ատոմակայանի հետ կապված ոչ, առաջիկայում մենք արդեն պետք է կայացնենք որոշումներ, բայց գիտեք, այս թեմայի շուրջ մի հատ նոր կոմպոնենտ է առաջացել եւ այսօր ես կառավարության նիստում էլ խոսեցի դրա մասին, չգիտեմ դուք այդ տեսակետից ընկալեցիք թե չէ կամ լսել եք թե չէ, տեսեք ինչ կա, մենք մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայենք, որովհետև հիմա մենք արդեն երկու արհեստական բանականության գործարան ունենք հանրապետությունում եւ այստեղ խնդիր ընդհանրապես չունենք փառք Աստծո էներգետիկ ոլորտում։ Բայց երբ որ ես մեր գործընկերների հետ խոսում ենք, միջազգայինոց կառավարությունում էլ է քննարկում եղել արհեստական բանականության ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողներ իրենք դիմել են եւ եկել են հանդիպման եւ իրանք ինչ հարց են բարձրացրել, իրանք ասել են, որ այն ծրագրերը, որոնք ունեն, որ իրանք հիմա պատրաստվում են իրականացնել,
մեր էներգետիկ ոլորտի կարողություններն ու ռազմավարությունները չեն բռնում այն իմաստով, որ մենք շատ արագ կարող է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենանք, որովհետև արհեստական բանականության գործարանները շատ մեծ ծավալի էլեկտրական էներգիա են սպառում, եւ մենք հիմա պիտի անդրադառնանք այդ հարցին, թե եւ նաեւ մեր էներգետիկ ռազմավարությունները ներառյալ ատոմակայանի հետ կապված թեման համատության մեջ դնենք տեխնոլոգիական ոլորտի ներդրումներ, արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ, որպեսզի ապագայում, մոտ ապագայում այդպիսի խնդիր չկա, ուզում եմ պարզ լինի, որպեսզի հասկանանք, թե էներգետիկ չսպասված պահանջարկը, որտեղ մենք չենք սպասում եւ այդ նոր պահանջարկը ձևավորվում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի հետ իմ ստորագրած մտադրությունների հուշագրի գործողության արդյունքում։ Եվ մենք պետք է նայենք, թե ինչ նոր պահանջարկ է կանխատեսվում եւ այդ կանխատեսվող պահանջարկը ոնց պետք է բավարարենք։ Ոգևոր Ես դες ասեմ, որ առաջիկայում մենք կունենանք զեկույց, որտեղ այդ բոլոր հարցերը մանրամասն լուսաբանված կլինեն։ Ինքը ձեր հարցերի եւ ոչ միայն ձեր հնչեցրած հարցի, այլև հարցերի այն շրջանակը, որ ընդհանրապես արծարծվում է, մենք ենք արծարծել, դուք եք տարբեր հանրությունն արծարծել եւ այլն։ Այսինքն մենք արձանագրում ենք, որ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի ձեռամբ դրվել է կանոնական ծիրից դուրս աբերվել եւ այստեղ օրակարգ կա, որը պետք է հասցեագրվի։ Օրակարգը գրված է նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում։ Երկու հարց ունեմ, պարոն Փաշինյան, նախ եկեք միասին լսենք, թե ինչ էր ասում մեզ բոլորիս ծանոթ մարդը նախկին իշխանությունների ժամանակ։ Ինձ ընտանիքների անդամների եւ հարազատների հետ տեսակցություն չի լինում։ Ոչ մեկի ինչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է տեսակցության հնարավորության պայմաններում մեղադրյալը Բայց դեպքում մարդիկ չեն բարույթի իրականացման վրա որևէ մեկի նկատմամբ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա։ Այսինքն այդ մարդկանց իրենց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործի շահերով, նախաքննության վրա ապօրինի արտադրություն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քո աշխարհում գլխավոր դատախազ, ինչու՞։ Եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին եւ պարզվեց, որ տեսակցության ընթացքում նրանց օրինակ Ժիրան Սերտիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք, կասեինք, այ ժողովուրդ, դե անընդհատ իրանց մանկահասակ երեխեքը բերում են զենք զինամթերք են տալիս իրանց տեսակցության ժամանակ, այս էլ փաստը ընդհատել է։ Բայց մարդկանց իրանց մանկահասակ երեխաների հետ տեսակցելուց կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելուց ուղղակի արդյոք դնելը դա հաշվեհարդար է, ուղղակի խոշտանգման մասին է, դա խոշտանգումը պարտադիր է եղողները քաշեն։ Դա է խոշտանգում։ Ահա, պարոն Փաշինյան, սա ձեր խոսքերն էին նախկին իշխանության ժամանակ։ Հիմա պարոն Փաշինյան, ձեր իշխանության ժամանակ մենք տեսել ենք, որ գիշերազգեստով եւ հողաթափերով անգամ կնոջ են բերման ենթարկել։ Ձեր իշխանության ժամանակ ԶՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել եւ սեռական նվաստացման են ենթարկել մի երիտասարդի։ Ձեր իշխանության ժամանակ Աշոտյանին նույնպես թույլ չէին տալիս իր մանկահասակ երեխաների հետ տեսակցել, ծնունդ շնորհավորել, նույնը Չալաբյանին, հիմա էլ ոնց հասկանում ենք Արեգնազ Մանուկյանի հերթն է եւ միայն 3 է քննիչը լայավ արել, թույլ տալ ծննդյան օրով այդ երեխային տեսակցել, երբ որ երեխան արդեն հոգեբանների աջակցության կարիք ուներ, հոգեբանների էր այցելում։ Այդ երեխաներից որևէ մեկը, պարոն Փաշինյան, զենք չի տարել իր ծնողին տեսակցելիս, իգլա զենիթահրթիռային համալիր չի տարել, ընդհանրապես տեսակցություն էր պետք։
Ինչու դուք մի անգամ ձեր գլխավոր դատախազին քուանշ չասեցիք, ասեք քուանշ տիկին գլխավոր դատախազ, այս ինչ եք անում, այս խեք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին, ինքն էլ թող մի հատ սրեք, եթե հնարավոր է։ Եվ երկրորդ հարցը, դուք երբ որ վարչապետ դարձաք, մեզ ցույց տվեցիք կառավարական ամառանոցների լվացքատունը, զուգարաններն անգամ ամեն ինչ հնարավոր թափանցիկությունը ապահովելու համար, բայց դուք այդպես էլ ցույց չտվեցիք այն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանի Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թղթերը։ Դուք միայն գրառում արեցիք, ասեցիք այդ թղթերը ես տեսել եմ, ամեն ինչ օքեյ է, նորմալ է, բայց կասկածը հանրության մոտ մինչ օրս կա, պարոն Փաշինյան։ Հանրությունը իրավունք ունի տեսնել այդ փաստաթղթերը ռեալ, որ հասկանա լեգիտիմ է արդյոք եղել այն ժամանակ նախագահը եւ հետեւաբար ձեր լեգիտիմության հարցն է առաջանում։ Կարող է պարզվել, որ դա գործարք է եղել ընդդեմ դավադրություն, ասենք, ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։ Առաջի հարցի վերաբերյալ ես երեք լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը եւ առիթ ա եղել ես դիրքորոշում եմ արտահայտել, որ ես էլ կարծում եմ, որ ոչ թե չի կարելի, եթե այդպիսի նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, որովհետեւ գուցե մամուլը գրել է աչքովս չինգե, բայց երեք լրահոսում տեսա եւ մեր գործընկերներին այդ ուղերձը տվել են, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, գիտեք, այդ թուղթը ես չեմ վերցրել, բայց այդ թուղթը ես տեսել եմ վկայի ներկայությամբ, դա տեղի է ունեցել Մարիոթ հյուրանոցում, ես այն ժամանակ վարչապետ էի, թե վարչապետ չէ։ Հա? Էի։ Ինչ? Թևան Պողոսյանի հետ ենք եղել, Թևան Պողոսյանը այն ժամանակ Արմեն Սարգսյանի խորհրդական էր, թե օգնական էր, չեմ կարող ասել։ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, սենյակում, երեքով, չեմ հիշում էլի մարդ եղել, թե չէ, ինձ ուղեկցող մարդ եղել է, թե չէ։ Նայել ենք այդ թղթերը ու դրանով ավարտվել է։ Ես պարզաբան չեմ վերցրել, քսերոքս չեմ վերցրել, բայց այդ է պատմությունը, այսինքն ես տեսել եմ դա եւ կա վկա, այո, Թևան Պողոսյանը այնտեղ է եղել։ Վարչապետ Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն եւ ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան։ Այժմ ինչ քայլեր են արվում սահմանափակումների վերացման ուղղությամբ, ինչ է այս հարցում ակնկալում Հայաստանը Ռուսաստանից եւ ձեր գնահատմամբ ի վերջո ինչպես եզրափակվի այս ամենը, նաեւ հաշվի առնելով, որ նոր ծրագրում կառավարության նշված է, որ Հայաստանը վերափոխելու է եւ խորացնելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ նախորդ շաբաթ հարց հնչեց եւ դուք էլ արձագանքեցիք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, բայց այս մասը կարծես բաց մնաց։ Ադրբեջանի նախագահը թրիփի մասով նշեց, որ իրենց հատվածի երթուղու շինարարությունը հաջորդ տարի հասցվելու է Հայաստանի սահմանին, Հայաստանի շինարարությունն էլ այս տարի է ընթանալու։ Իրականում ինչ փուլում է հայկական հատվածի գործընթացը եւ երբ կարող ենք խոսել վերջնական շինարարության մասին։ Նաև Վաշինգտոնյան հայտարարություններից, որ 1 տարի անցել եւ դուք խոսում եք արձանագրում, որ խաղաղությունը տեսանելի է ամեն դեպքում, այդուհանդերձ որն է այսօր խաղաղության ամբողջական ամրագրման խոչընդոտող հիմնական չլուծված հարցը։ Նաև օրեր առաջ Վաշինգտոնում եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի, Ադրբեջանի փոխարգործնախարարների եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչ նոր քայլեր կարող են ակնկալել խաղաղության գործընթացում։ Շնորհակալություն։ Ռուսաստանի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալն է, եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք։ Ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Ինչ վերաբերում է թրիփին, ասել եմ առաջիկայում նախ համապատասխան համաձայնագիրը վավերացման գործընթաց է ապրում եւ թրիփ ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասնում եւ
նախատեսվածով նկատի ունեմ ոչ մի խոչընդոտ չկա, այսինքն պարզ աշխատանքային գործընթաց է, որ ժամանակ է տանում եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են, իսկ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետեւ խաղաղությունը հաստատված է։ Հիմա մենք օրակարգ ունենք, այսինքն մենք այսօր այնց վիճակում չենք կամ իրադրությունն է նա, որ խաղաղությունը կա տեղում է։ Ուրիշ բան խաղաղության, ինչպես նախկինում ասել եմ, ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք եւ տրիպն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետեւ երբ որ ճանապարհները բացվեն եւ տեղի ունենա հաղորդակցություն ապաշրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետեւ այդ խաղաղությունից բոլոր երկրները իրենց օգուտները կստանան։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ աշխատանքները շարունակվելու են եւ մենք շարունակում ենք ադրբեջանական կողմի հետ այդ թեմայով աշխատել։ Փոխադարձ նախարարների հանդիպումը ընդհանուր քննարկում է եղել եւ նվիրված է եղել օգոստոսի 8-ի տարեդարձին։ Իհարկե ընդհանուր շրջանակ է քննարկվել։ Շնորհակալություն, Աննա Պապիկյան, հրապարակ։ Պարոն Փաշինյան, դուք կառավարության պաշտոնները նոր կադրերով եք համալրում այն մարդկանց, ովքեր միջազգային համալսարանում են սովորել։ Ես հիշում եմ, որ 2018 թվականին, երբ եկաք իշխանության, դուք եւս կադրային նոր բանկ եք ստեղծել, եկան մարդիկ աշխատեցին, դրանցից հիշում եմ օրինակ ամենավառ օրինակը Տաթևիկ Ռևազյանն էր, որը որոշ ժամանակ աշխատեց, Հայաստանը գցեց Եվրամիության ավիացիոն սերտցուսակում, ամուսնացավ եւ հեռացավ։ Ուզում ճիշտ է, մենք վիճակագրություն չունենք, ես ուզում եմ իմանալ օրինակ 2018-ից այդ նոր կադրերից կան մարդիկ, որ մինչև այսօր աշխատում են ձեր թիմի հետ։ Փորձեցի մտաբերել, չկարողացա մտաբերել, եւ ինչ երաշխիք ունեք, որ այս նոր կադրերը որը ժամանակ չեն աշխատի, չեն թողնի եւ չեն հեռանա, ինչպես 2018-ի դեպքում եղավ։ Երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, դատական համակարգին է վերաբերում։ Դուք այստեղ հայտարարել եք մի քանի անգամ, որ դատական համակարգի ձեր դժգոհությունն եք հայտնել, ասել եք կողմ բացված դատական համակարգ է։ Դրան զուգահեռ տեսնում ենք այլ իրավիճակ, երբ ձեր ստատուսից նախընտրական շրջանում ձեր հայտարարություններից հետո անդիմադի գործիչներ, այդ թվում Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թեբանյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Հիմա հարց, դուք ինչու եք դժգոհ դատական համակարգից եւ դատավորներից։ Ձեր որ ասածը դատական համակարգը դատավորները չեն լսել եւ չեն արել։ Եվ վերջին հարցը Վարդաշենի հետ կապված, ես ճիշտ է, մեկ անգամ այստեղ այդ հարցը ձեզ տվել եմ, սակայն նրանց համար, նրանց սրտին հաճո այսպես պատասխան չեք տվել, այսօր կրկին նրանք ակցիա են անում, մեծ տեսկրթուկ եղավ ոստիկանների հետ, բերման ենթարկել եւ այլն, մարդիկ ասում են մոտ 8 միլիոն դրամ են տալիս, մենք Հայաստանի որ մասում 7 միլիոն դրամ են տալիս, ասում են Հայաստանի որ մասում մենք կարող ենք 7 միլիոն դրամով տուն գնել, եւ եթե մենք Երևանում ենք տարիներով ապրել, ինչու պետք է գնանք մարզում ապրենք։ Ես ուզում եմ մենք ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բա ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Եվ այսինքն ոչ մի տեղ համարագրված չի, որ պետությունը ունի իրանց շենքն է, իրանք ապրում են այդտեղ եւ այլն եւ այդպես շարունակ։ Չմնան փողոց 7 միլիոն դրամով մնում են փողոցում։ Ես էլի ասում եմ, եկեք արձանագրենք, մենք իհարկե իրադրությանը կծանոթանանք, թե ինչն է հարցը, բայց եկեք արձանագրենք, որ պետությունը չունի ոչ մի պարտավորություն։ Եվ այնպես չի, որ պետությունը ով որ տուն չունի, իրանց փողա տալիս, որ իրանք տուն առնեն, եւ չկա այդպիսի ռեժիմ։ Սա մեր խնդիրներից մեկն է, որ երբ որ մենք ասենք մարդիկ գալիս են, լսում ենք իրանց, ուզում ենք ինչ-որ բանով օգնենք, հետո պարզվում է, որ քիչ ենք օգնում, հետո կրկնապատկում ենք, հետո ասում են էլի քիչ է, հետո եռապատկում են, հետո ասում են էլի քիչ է։ Բայց դա մոտեցում միշտ չի, որ այդ մոտեցումը արդարացված է։ Ես հիմա ձեր ասած դեպքի մանրամասները չգիտեմ, կիմանամ ինչի մասին է խոսքը, ենթադրում եմ ինչ-որ դիմում նամանք գրում են, բայց էլի եմ ասում, որ մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ
այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի եւ այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով բան անել, գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել։ Ինչ վերաբերում, բայց էլ եմ ասում, կոնկրետ իրադրությունը, քանի որ մանրամասներով չգիտեմ, ես սա որպես շրջանակային պատասխան եմ ասում։ Դատավորների հետ կապված, այսինքն իսկ ով ասե ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց ստեղ է խնդրեմը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ։ Մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում եւ շատ հաճախ ինքը, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Բայց ստեղ կա ֆունդամենտալ մի հատ խնդրեմ։ Դա տենց է համադրական կարգավորումների բերումով։ Ես առաջիկայում այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ։ Որովհետեւ հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ինքը ոչ թե ծառայի ժողովրդին, այլ ծառայի վերնախավին։ Ու մեր դատաիրավական համակարգը շատ դժվար է, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, բայց մենք չենք կարող վստահաբար ասել, որ ընդհակառակը վստահաբար կարող ենք ասել, որ մեր արդյունքները այդտեղ մեծ, ինչքան էլ մեծ ներդրումներ են կարել, մեծ բարեփոխումներ են կարել։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը պետք է լուծվի։ Եվ այդ ֆունդամենտալ խնդրեմը առանց համադրական փոփոխությունների հնարավոր չի լինելու լուծել, առանց նոր համադրության ընդունման հնարավոր չի լուծվել։ Իսկ առաջինի իմաստով դուք կոնկրետ հարց եք տալիս, ես տամ կոնկրետ պատասխան։ Այո, կա այդպիսի մարդ, օրինակ Սուրեն Թովմասյան, որը 2018 թե 19 թվականից կադաստրի կոմիտեի ղեկավարն է։ Պարոն վարչապետ, մշակվել եւ գործադիրի նիստում հաստատման է ներկայացվել կառավարության հնգամյա ծրագիրը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Առաջիկայում այն նույնպես ներկայացվելու է ազգային ժողովում։ Ինչ եք կարծում, խորհրդարանական ընդդիմությունը այդ խորհրդարանական ընդդիմության արձագանքը ինչպիսին կլինի այդ ծրագրին եւ առհասարակ նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքները ինչպիսին կգնահատեք ու նաեւ արդյոք հնարավոր կլինի ընդդիմության հետ պահպանել բարեվարկության կանոնները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մի քանի դեպք լարվածություն է առաջացրել։ Դե կապրենք, կտեսնենք հնարավոր կլինի, թե հնարավոր չի լինի։ Ամենայն դեպս մենք հերթական անգամ այդ առաջարկությունը արել ենք, կառավարող մեծամասնությունը կընդունեն, չեն ընդունի, իրանց ընտրությունն է։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, այո, այսօր ընդունեցինք, կուղարկենք խորհրդարան, կքննարկենք, կտեսնենք, մի շաբաթ ենթադրում եմ կլինի քննարկումը։ Այդքան հեռու ապագա չի, որ իրար հետ սկսենք կանխատեսումներ անել, ինչ կլինի, ինչ մի երկու օր սպասենք, կտեսնենք, ինչ կլինի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում բնակչության թվի ինչ աճ է կանխատեսում մեր կառավարությունը եւ դրա մեջ հայրենադարձության աճի տոկոսը ինչքան է լինելու, հաշվի առնելով, որ դուք երեք դրա մասին նաեւ խոսացել եք, ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը, որպեսզի հայրենադարձությունը խթանի, ասինքն ոչ թե անհատ մարդիկ արձագանքելով ձեր կոչին կան Հայաստան, որպեսզի պաշտոններ զբաղեցնեն, այլ եթե ասենք իմանան, որ բնակարանային ապահովման, աշխատատեղերի հարցեր լուծվել է, այդ խնդիրները ինչ են առնչվի, կուզենան ընտանիքներով վերադառնալ։ Երկրորդը կառավարության ծրագրում նշված է, որ միկրոձեռնարկատիրության շեմը առնվազն կրկնակի պետք է բարձրացնել, ես այնտեղ չգտա որ թվականից է դա լինելու եւ որ թվի մասն է խոսքը։ Ինչի շեմը։ Միկրոձեռնարկատիրության շեմը, հարկման շեմը։ 24 միլիոնը դառնալու է 58 միլիոն, թե 60 միլիոն, որ թվականից եք դա նախատեսում ու երբ որ ներդրվի, ինչ պայմաններով է դա ներդրվելու, ինչ է լինելու շրջանառության հարկի
ճակատագիրը։ Հրաժարվում ենք, չենք հրաժարվում, որ թվից ենք հրաժարվում։ Եվ եթե կարելի է գործընկերոջս հարցողակի ճշտեմ, դուք նշեցիք, որ դատա կենտրոնների զարգացման հետ մենք կարող պետք է վերանայենք մեր էներգետիկ ռազմավարությունը եւ միգուցե պահ լինի, որ մենք էներգետիկ դեֆիցիտի խնդիր ունենանք։ Արդյոք դա նշանակում է, որ կառավարությունը կարող է ինչ-որ մի կետի հրաժարվել այն գաղափարից, որ նախկինում ասում էր, որ նոր ատոմականի կառուցման համար նախընտրելի է փոքր մոդուլային ռեակտորների շինարարության տարբերակը։ Կարող է դրանից հրաժարվի Հայաստանը եւ գնա ավելի մեծ հզորությունների։ Շնորհակալություն։ Գիտեք, այդ կադրային բանկի հետ կապված ձեր հարցը ավելի ամրապնդեց տպավորություն, որ որոշակի շփոթ կա։ Այնպես չի, որ մարդիկ բոլորը բանից են, արտերկրից են գալիս։ Նշանակված մարդկանց, այս պահին արդեն նշանակված մարդկանց առնվազն մեծ մասը արդեն մի քանի տարի ապրում եւ գործում է Հայաստանում։ Այսինքն իհարկե կան մարդիկ, որ կգան եւ կնշանակվեն, բայց գոնե այս պահի դրությամբ, եթե սենց հիշողությամբ մոտավորապես հաշվեմ, 80 եւ ավելի տոկոսը մարդիկ են, որ ապրում են առնվազն մի քանի տարի կամ միշտ էլ ապրել են Հայաստանում, ուսումնառության նպատակով գնացել եկել են։ Այսինքն այդ նյուանսը բան է, ճիշտ չի ընկալում։ Բայց այդ մարդկանց մի հսկա մասը իրանք ապրում են Հայաստանում։ Ասենք մարդկան նույնիսկ պետական կառավարման համակարգում աշխատում է։ Հիմա այսօր անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար եմ նշանակել այդ տրամաբանությամբ, ինքը նախագահի աշխատակազմում է աշխատում արդեն մի քանի տարի։ Եվ մյուսներն էլ էլի մարդիկ, որոնք պետական համակարգում են աշխատում կամ մասնավոր համակարգում են աշխատում, նկատի ունեմ այդ տպավորությունը, թե բոլորը նոր 3-4 առաջի օրն են եկել Հայաստան, այդպիսի բան չկա։ Միջև հիմա նշանակված բոլորը, եթե չեմ սխալվում, բոլորը արդեն տարիներով Հայաստանում են ապրում, երկար տարիներ Հայաստանում են ապրում։ Հարկման շեմը պլանը 2027-ի հունվարի 1-ից է։ Ասենք ես խնդիրը այդպես եմ առաջադրել, հույս ունեմ կհասցնենք անենք։ Այսինքն հնարավորինս շուրջ ժամկետն չի, որ տենց գրել ենք 2031 թվի մայիսից ենք անելու։ Հնարավորինս շուտ իմ առաջադրած խնդիրը, որ ես դրել եմ 27 թվի հունվարի 1-ից։ Ատոմային կայանի հետ կապված, գիտեք, ես հարցին ընդհանուր կարող եմ պատասխանել, որ մենք պետք է հաշվարկենք արհեստական բանականության գործարանների զարգացման պլանավորված տեմպը եւ մեր էներգետիկ կարողությունների զարգացման տեմպը եւ համադրենք իրար հետ եւ պետք է մենք ապահովենք էլեկտրաէներգիան։ Պլյուս պետք է նաեւ մենք արձանագրենք, որ նաեւ արտահանումն է էլեկտրաէներգիայի մեր պլանների մեջ մտնում։ Այս շատ կարևոր նրբություն է, որովհետեւ էլեկտրաէներգիայի արտահանումը շատ հեռանկարային ուղղություն է մեզ համար եւ մենք դա պետք է զարգացնենք։ Մանավանդ արևային էներգիայի մեր պաշարները շատ մեծ են եւ մենք պետք է անպայման այդ ուղղությունը զարգացնենք։ Եվ նախկինում էլ մեր տրամաբանությունը եղել այն, որ մեծ մասը, մի հիմնական մասը մենք պետք է արտահանենք։ Բայց հիմա մենք հասկանում ենք, որ էլի ուզում ենք շատ արտահանել, բայց մենք հասկանում ենք, որ շատ պետք է լինելու նաեւ Հայաստանի ներսում։ Եվ հետևաբար պետք է ճկուն լինենք, հասկանանք ինչ ուղղությամբ գնանք։ Չեմ բացառում, ոչ։ Ինչի՞ց։ Շրջանառության հարկից հիմա չենք հրաժարվում, բայց պետք է իր հետագա ճակատագրի մասին մտածենք։ Չեմ կարող ասել։ Կքննարկենք այդ թվում ոլորտի հետ։ Հայրենադարձ ծրագիրը, որ մենք ուզում ենք խթանել, հայրենադարձությունը կոչվում է խաղաղություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, տեսեք, երբ որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղ ունեցան զարգացումներ, նրա հետ փոխկապակցված որոշակի օբյեկտներում եւ ոստուգումներ իրականացվեցին, փակվեցին,
Մասնավորապես մի քանիսում կառավարիչներ նշանակվեցին եւ հատկապես նրա փաստաբանները, նաեւ իրավապաշտպանները, ընդդիմադիր գործիչները այդ գործընթացը որակում են որպես նրա գույքը խլել, բայց զուգահեռ տեսեք, երբ որ մուլտիվերնեսի տարածքի հետ կապված կար խնդիր, դատախազությունն ասում էր, որ ապօրինի այդ տարածքը եւ պայմանագիրն էր քաղաքապետարանը խզեց մուլտիվերնեսի հետ, դրանից հետո քաղաքապետարանը տարավ իր, զնակը խփեց այնտեղ, այսպես ասած, եւ հիմա տնօրինում է մի գույք, որը իրեն չի պատկանում։ Այսինքն, եւ նաեւ դուք խնդրահարույց չեք համարել, որ ըստ տնօրենի, մուլտիվերնեսի արդեն նախկին տնօրենի հայտարարությամբ Տիգրան Աբինյանին Գագիկ Ծառուկյանը ծրի պարապելու տոմս էր նվիրել եւ նա գնացել էր այնտեղ պարապում էր, ամեն դեպքում պաշտոնական հերգում Երևանի քաղաքապետից այդ առումով չի եղել, սրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչպիսին է, դուք խոսել եք Գյումրիում արտահայտ ընտրություններ Լուրջ մի րոպե Հիմա փողոքը պարապի ասացան։ Իջե փողոքը։ Հա։ Եվ դուք խոսել եք Գյումրիում արտահայտ ընտրություններ անցկացնելու խիստ անհրաժեշտության մասին, դա ինչպես է արտահայտվելու, երբ է այդ արտահայտ ընտրությունների հավանականությունը դուք տեսնում եւ ինչ ճանապարհով է դա տեղի ունենալու եւ շատ կարճած խոսեցիք խորհրդարանական, ասեցիք կապրենք կտեսնենք թե ինչպիսին լինելու, դուք խմբակցության հետ քննարկում ունեցել եք նաեւ հանձնաժողովի նախագահների հետ կապված ընդդիմադիր, ինչպիսին է ձեր հանձնական դիրքորոշումը, օրինակ բավականին քննարկվեց, որ Եվրամիության հետ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրվելու է ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքին, ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Գիտեք, երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին եւ իրեն պաշտպանողներին, որովհետեւ այդ այն գործն է, որ իրենք երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի եւ բոլոր այդ դեպքերը պետքա հասցեագրվի։ Ես էլի եմ ասում, այսօր ասում են բանա, քաղաքական հետապնդում։ Ես հակառակն եմ ասում, որ այդ տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, որովհետեւ մաֆիոզ կապերով իրանք նույնիսկ մեր իշխանության տարիներին կարողացել են որտեղ ինչ հարց ուզեցել են լուծել են։ Ինչի, որովհետեւ այո, մենք չենք խառնվում, այդ սկզբունքն ենք որդեգրել process-ներին։ Երբ որ մենք ասել ենք դատական համակարգը անկախ է եւ պետք է անկախ լինի, բոլորն ասել են, այս ինչ լավ է։ Այս կառավարությունը չի ուզում բան անի, վերահսկի դատական process-ները, մենք գնանք վերահսկենք դատական process-ները եւ այս ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում։ Հիմա ընտրություններում հստակ այդ ժողովրդի պահանջը ձևակերպվել է։ Եվ այո, ժողովուրդը պահանջում է եւ ժողովրդի պահանջը պետք է իրագործվի։ Եվ կառավարության ծրագրում էլ մենք գրել ենք, որ 2 միլիարդ գույք պետք է վերադարձվի մինչև 2031 թվականը։ Եվ պետք է վերադարձվի։ Չէ, ընդհանուր առմամբ։ Չգիտեմ, տեղյակ չեմ դրա մասին, էլի եմ ասում, երբ որ ասում են գույք խլել, ես եւ ոչ միայն ես կարծում եմ, բազմաթիվ մարդիկ պատկերացնում են այդ շրջանակներին, որոնց ձեռք բերած գույքի առնվազն մի մասը խլած է, եւ եթե ես չեմ սխալվում, այս քրեական գործն էլ էլի գույք խլելու մասին է, որով անցնում են։ Գյումրի հետ կապված դա մեր քաղաքական դիրքորոշումն է եւ մենք մտածում ենք, թե ինչ ուղիներ կան դա իրագործելու համար։ Խորհրդանական խմբակցության հետ կապված ոչ, ես քննարկումներ չեմ ունեցել, ես իրանք խմբակցությունը հավաքվել, քննարկել, որոշումներ կայացնում, ես ընդունում եմ մի գիտություն, որտեղ իրանք են process-ի մեջ այնտեղ, ես ամբողջ օրը չեմ հետևում, իրանք ավելի տեսանելի է, թե որ որոշումն է ճիշտ քննարկում են եւ կոլեկտիվ որոշում են կայացնում։ Շնորհակալություն, Վահե Մակարյան, համեցեք։ Ծառուկյանի ուսումնամիների մասով հիշեմ մի շաբաթ կհարցնեմ։ Մինչ այդ մի փոքր հարց, ճիշտ է որ մտադիր եք քրեակատարական ծառայության պետին ազատել եւ նրա փոխանշան Զորինար Թադևոսյանին ազատել եւ նրան փոխանշանակել Արամ Ղազարյանին, ունեք նման մտադրություն թե ոչ, մամուլում շրջանառվում էր։
Նախորդ շաբաթ, երբ որ ես ձեզ հարցի կոնյակագործների հետ արտանողների խնդիրների մասին լուծինքի հետ կապած, իմ հարցը եւ ձեր պատասխանը, որ պետք է իրավապահները նաեւ զբաղվեն եւ ձեզ զեկուցեն մեծ ողջավորություն եւ իրարանցում է առաջացվել այդ շրջանակներում եւ որոշակի տեղաշարժ կա, ամբողջությամբ չի լուծվել, բայց որոշակի փոփոխություններ կան։ Հետաքրքիր ձեզ զեկուցեցին իրավապահները, ինչ որ բաներ դուք ճշտեցիք, ինչ կարող եք այս մասով ասել։ Եվ մի հետաքրքիր բան, երեք ես տեսա, որ ձեր կարելի է աջակից համարել, ձեր աջակից նախկին քահանան, կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը նախկինում Տերարան դատարանում դժգոհում էր, որ իրեն վիրավորում էին ասելով Նիկոլական։ Հետաքրքիր է, Նիկոլականը վիրավորանք է, դուք ո՞նց եք գնահատում, որտեղ այդպես նույնքան օրինակ մարդկանց մի խմբի ասում են քոչայանական, սերժական, ռոբա սերժական կա, երևի երկենցաղ են, լևոնական, ինչպեսի նախկինում երևի դուք էիք մինչև 2008-ին։ Այդ դարոն դուք դրա ո՞նց եք վերաբերում, որ ձեզ փաստացի աջակցող քահանան ասում է ինձ վիրավորում են Նիկոլական ասելով։ Ու այս կոնտեքստում մի բան է, ես նախորդ շաբաթ Ջավախքում էի, իմ հայրենի գյուղ Փոկայում, այդտեղ Բարվանալիչի ափին գտնվող գյուղ է, դուք կարծեմ դուք էլ եք այդտեղ եղել եւ շատ պաշտոնյան էր Հայաստանից, Փոկայի օրն էին նշում եւ Ռուսաստանից իմ բարեկամներն են եկել, դե հարցկորց են անում Հայաստանի երկից վիճակից, ընդդեմ դες աջակիցներ կային դե մարդիկ էլ, իմ բարեկամներից մեկը մի շատ անվանի մտավորական մարդ հարցեց, բա տղա ջան, հələ սա տեսնենք ձեր Հայաստան վիճակը ինչ է, երկրի վիճակը ոնց է կապում, ասի դե լավ է էլի, քերի, ոնց պիտի լինի, աշխատում ենք, ապրում ենք, խաղաղությունն է կարևորը, կաֆեները ծփում են, Սևանը ծփում է հատկապես այն օբյեկտները քանդելուց հետո, վատ չի, ժողովուրդը տնտեսությունը, նախկինները չկան կարևորը, որ հիմա կտամ, ես ոնց որ կամաց սովորել եք, հա, նախկինից, ասի նախկինները չկան կարևոր, հիմա ինչ հարց ուզում տալիս ենք, ճիշտ է չեն թողնում, բայց տալիս ենք, եւ խոսքով, զարմացա բարեկամս, ասավ, տղա ջան, կներես, որ ուղիղ հարցնում եմ, դու հիմա Նիկոլական ես, թե ոչ Նիկոլական, ես էլ որոշեցի իրեն հետ նույն հարցը տալ, ասի, իսկ դու հերվից նայելով Հայաստանի վիճակը, Նիկոլական ես, թե ոչ Նիկոլական, ասավ, ես չգիտեմ ձեր երկրում ինչն է լավ, ինչն է փոխվել, բայց Արցախում տեղի ունեցած խայտարակությունից հետո ես ոնց կարող եմ լինել Նիկոլական։ Ու ասաց, եթե ձեր Փաշինյանին հանդիպես, իրեն հարցրեց, ես վստահ եմ, ինքն էլ որպես ընդդիմադիր, եթե կողքից իրեն նայի, թե ինքը ինչ է արել, լավը, վատը, բոլոր Արցախը մնացածը, ինքը հաստատ էլի Նիկոլական չլինի։ Դրա համար հարցնում եմ, դուք որ ձեզ ընդդիմադիրը հայացքով կողքից նայեք, կամ եթե նայում եք, դուք Նիկոլական կլինեք, թե չեք լինի։ Շնորհակալություն։ Նախ Տերարամի մասով ցանկացած քահանայի համար որևէ քահանա չի կարող լինի Նիկոլական, Սամվելական, Ռոբական, Լևոնական։ Բոլոր քահանաները պետք է լինեն Հիսուսական եւ ուրիշ ոչի բան։ Եվ հետեւաբար բացի դրանից ուրիշ որևէ ձևակերպում, այո, ցանկացած բարեպաշտ քահանայի համար պետք է լինի վիրավորական։ Դուք գնացեք կտրիչին հարցրեք, որ ինքը Ռոբա Սերժա Սամվելական է, ու ինքը դրանից չի վիրավորվում։ Այդ իրա պրոբլեմ։ Այդ իրա եթե նույնիսկ Նիկոլական էր, ես ասացի արդեն, որ բարեպաշտ հոգևորականը կարող լինի միայն հայաստանյա ծառայելական եկեղեցու, հոգևորականը կարող լինի միայն հիսուսական, ուրիշ ոչ մի բան, ոչ մեկական չի կարող լինի եւ հետո այո, ցանկացած բանի ցանկացած հոգևորականի մեղադրել ինչ որ մարդական լինելու մեջ, այո, այդտեղ կա պրոբլեմ։ Ինչ վերաբերում ես էլ Նիկոլական եւ որևէ մարդական չեմ կարող լինել։ Ես կարող եմ լինել Հայաստանի Հանրապետությունական։ Իմ բոլոր որոշումները բխում են եւ բխել են Հայաստանի Հանրապետության շահերից։ Շվեյկը ասում է, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա եթե ես այդ թեմային տասնյակ անգամներ անդրադարձել եմ եւ այդ թեման երկու անգամ ընտրությունների մեջով անցել է։ Այդ անգամ երկու անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումները արտահայտել է։ Եվ երկու անգամ ընտրություններով արտահայտվել։ Եվ 5 տարի էլ իր ամենօրյա կյանքով արտահայտվել։ Ես մարդկանց ասել եմ եւ ասում եմ եւ այս հայտարարությունը այսօրվա ու անցյալի մասին չի, այդ հայտարարությունը մշտականի մասին է։ Որպես հեղափոխության իշխանության եկած մարդ ես ասում եմ Հայաստանի ժողովուրդը
միշտ էլ կարող է անել հեղափոխություն։ Միշտ։ Եվ ես եղել է, երբ որ ես ասել եմ Ղարաբաղի շարժումը մենք դադարեցնում ենք, ես չգիտեմ դուք այդ ասուլիսին ներկա եղել եք թե չէ, ես ասել եմ ժողովուրդ ջան, ես այս որոշումը կայացնում եմ եւ ես այս որոշումը իրականացնելու եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր կողմից ընտրված։ Եթե դուք գտնում եք, որ սա սխալ ճանապարհ է, խնդրում եմ կարող եք հեղափոխություն անել եւ ինձ հեռացնել իշխանությունից։ Իսկ ձեր բարեկամին բարևներ փոխանցեք, ասեք հասկանում ենք, որ ինտերնետ չունի եւ ինֆորմացիայի հետ դժվար է առնչվում, հետեւաբար եթե խնդիր ունենա, հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն ինտերնետին կպնելու եւ վերջին լուրերին ծանոթանալու։ Ես այդ հարցին ես ինչ նկատի ունեմ։ Եթե ոչ հարյուրավոր տասնյակ անգամներով պատասխանել եմ մանրամասն ելույթներով։ Մանրամասն ելույթներով։ Եվ ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր դժվար որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։ Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ ձեր դիմաց կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։ Չլինելիության թակարդից։ Եվ ես հպարտ եմ նրա համար։ Ընդ որում էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Ես առաջիկայում ելույթում էլ կանդրադառնամ, մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում ենք տվել։ Այստեղ թոշակները ցածր ա եղել, այնտեղ բարձր ա եղել, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս հələ այն հատվածն է, որը երևում է նաեւ փաստաթղթերով եւ այլնով։ Բաներ կա, որոնց մասին չենք խոսում։ Քարոզարշավին էլ եմ այո անդրադարձել շատ էմոցիոնալ ձևերով, բայց բովանդակային առումով ճշգրիտ։ Այդ հարցը կարելի է ամեն 5 շաբթի տալ, ես դեմ չեմ իմիջայլոց, որովհետև նորանոր շերտեր կբացվի։ Կարող եք դուք ամեն անգամ կապ պահել բարեկամի հետ եւ ամեն անգամ Ղարաբաղի հարցի հետ կապված հարցերը update անել, ես թարմացված պատասխաններ կտամ։ Կոնյակի հետ կապված ես մեր խոսակցությունից հետո հանձնարարել եմ, ոչինչ չեն զեկուցել, ամեն ինչ չի, որ ինձ զեկուցում են, բայց ենթադրում եմ, եթե կոնկրետ զեկուցելու արժանի բան լինի, կզեկուցեմ։ Քրեակատարական ծառայության հետ կապված հարցրիք ճիշտ է, ոչ ճիշտ չէ։ Ոչ։ Պարոն վարչապետ, ծրագրում ուղիղ գրել եք, որ Երաստից Նախիջևան եւ Ախորիկից Թուրքիայի սահման երկաթուղիների հատվածները վերակառուցվելու ու գործարկվելու են։ Արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը ուղիղ արդեն մերժել է Հայաստանի դիմումը, որ կառավարությունը նման պարտավորություն է ստանձնում ու իր վրա է վերցնում եւ եթե այո, ինչ միջոցներով է իրականացվելու շինարարությունը։ Ոչ չի նշանակում շինարարությունը իրականացնելու պետական բյուջեի միջոցներով։ Մի պահանջ է ներկայացնում, որով սուբսիդավորման ծրագիրը գուցե ավելի ճիշտ կլինի, որ անձամբ իրենց առնչվի, այլ ոչ արտահանողների։ Ինչու այս մոտեցումը դուք չեք դիսում այլ գումարը միայն արտահանողներին հասնել։ Որովհետև շատ թե քիչ հետագծելիություն մենք կարող ենք ապահովել այդ դեպքում։ Այսինքն արտահանողների դեպքում մենք տեսնում ենք ապրանքը դուրս եկավ երկրից։ Մյուս դեպքերում հետագծելիության մեխանիզմ չունենք։ Եթե լինի հետագծելիության հուսալի մեխանիզմ, մեզ համար տարբերություն չկա, ընդհակառակը ավելի լավ այդ ուղղությամբ գնալ, բայց մյուս կողմից ուզում եմ հիշեցնել, որ մենք արտահանումն ենք աջակցում եւ հետեւաբար արտահանողներին պետք է աջակցենք։ Ինչ վերաբերում է խաղողին, վերջին, եթե չեմ սխալվում, 7-8 տարում մենք անդադ խաղողի մթերման աջակցության ծրագրեր ենք արել։ Այսինքն ձեր նշած խնդիրները չեն եղել, մենք աջակցության ծրագրերը արել ենք եւ հետեւաբար այդ մեր ընթացիկ սովորական աշխատանքային առօրյան է։
Չեմ կարծում, թե ավելի մեծ ծավալով կարիք լինի, բայց ինչ ծավալով կարիք լինի, այն կա ծավալով էլ կապահովենք։ Շնորհակալություն, Անահիտ Վարյան, ռադիո համեցեք։ Պարոն Փաշինյան, շուտով Հայաստանում իմ ընտրություններ են նախատեսվում եւ ըստ տեղեկությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստում քննարկել էիք նաեւ այդ ընտրությունների վերաբերող հարցեր։ Ընդդիմությունը եւս հայտարարել է, որ նախապատրաստվում է եւ մասնակցելու է այդ ընտրություններին։ Ինչ ակնկալիքներ ունեք եւ այս փուլում ինչ նախապատրաստական փուլում են այս պահին քաղաքացիական պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս համատեքստում վերընտրվելուց հետո դուք հայտարարեցիք այստեղ, որ առաջիկայում շատ են լինելու կառավարության, այսպես ասենք, դաշտային աշխատանքները, երբ դուք պետք է ձեր թիմակիցների հետ գնաք մարզեր եւ բնակիչների հետ խոսեք կոնկրետ խնդիրներից եւ տեղում լուծումներ տաք այդ խնդիրներին, արդյոք այդ մոտեցումը դեռ արդիական է եւ երբ եք պատրաստվում եւ որ համայնքից եք պատրաստվում սկսել այդ աշխատանքները եւ նաեւ ձեր որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, ինչ ակնկալիքներ ունեք այդ հանձնաժողովի աշխատանքներից եւ ինչ ժամկետներում։ Երամսյաց ժամկետը սահմանված, որ առաջարկություն տրվի, առաջարկություններ տրվեն, ցավոք երեք նույնպես չգիտեմ հրապարակվել է թե չէ, էլի բանակում միջադեպ ենք ունեցել, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Երբ որ մեքենայով, ընդ որում մեքենայով, որը շահագործման ենթակա պետքա չլներ, վրա երթին ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը ցավոք զոհվել է։ Եվ այս դեպքն էլ նրա մասին, թե մեր խնդիրները ինչ համակարգային նշանակություն ունեն։ Ես հիշում եմ, չգիտեմ այդ մասին հրապարակային առիթ ունեցել եմ խոսելու թե չէ, երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասցինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Դա պետքա պարզվի, ինչի էին դրսում, հա? Դե կպարզվի։ Դաշտային աշխատանքները, դաշտային ասելով չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց սկսել ենք մենք արդեն, ես ընտրություններից հետո շաբաթվա մեջ առնվազն մի օր չեմ գալիս այս շենք եւ աշխատում եմ շենքից դուրս, տարբեր տեղեր գնալով, մարդկանց հետ շփվելով եւ մի մասը լուսաբանվում է, ինչ որ հատված կա երևի չի լուսաբանվում, այնպես որ դա իհարկե դա շատ կարեւոր բան է։ Նաեւ սկզբունքային է, որ մենք այդ շարունակելու ենք Դիմ ընտրություններին ինչ ակնկալիք են ունենում։ Մենք միայն նախորդ նիստին չենք քննարկել։ Նախորդին էլ են քննարկել, նրան էլ հաջորդին էլ են քննարկելու, ենթադրում եմ մյուսին էլ։ Ընտրություններից ակնկալիքը միշտ մեկն է, հնարավորինս հաջող հանդեսանալ ընտրությունները։ Այդքան էլ ճիշտ է։ Շնորհակալություն, Գեա Սարգսյան, Պարոն Փաշինյան, թեև գործընկերներից մեկը անդրադարձավ Վարդաշենի բնակիչներին, բայց խնդրել են այս ձայնային հաղորդագրությունը միացնեմ։ Պարոն Փաշինյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ մենք լսել ենք ժողովրդին խոսքեր տվել դրսում, որ վթարային շենքի ապրողը 20 քառակուսի ունեցողին պետք է տա 40 քառակուսի, որ մարդը բարեկեցիկ ապրի։ Բա ուր է ձեր ասած խոստումը, որ արդեն կառավարությունը ամսի 6-ին որոշում է կայացրել օգոստոսին, որ վթարային շենքի ժողովրդին 7-8 միլիոնով պետք է հանեն։ Որ շենքն է ձեր։ Վարդաշենի 6-րդ փողոց 68-ի A, 66-ի դրոտ 1։ Ընտրություններից առաջ ձեզ խոստումներ են տվել, բայց ինչպես չի կատարվել։ Ոչ։ Պարոն Փաշինյան, հարցս հետևյալն է, դուք Տիգրանաշենը համարում եք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք,
պատասխանը պարզ է իհարկե, որ չեք համարում, քանի որ այն դիտարկվում է անկլավ, եւ անկլավների փոխանակման հետ կապված հարցը քննարկվում է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի օրինակ, եթե Տիգրանաշենը հանձնվի որպես անկլավ, ադրբեջանցիները չվերաբնակեցվեն այդ հատվածում եւ Հայաստանի Հանրապետության մեջ կղզյակի կարգավիճակ չունենան։ Պարոն Փաշինյան, ես ինքս եմ բախվել այդ խնդրին, Fly1 ընկերության հետ է կապված, բազմաթիվ ահազանգեր են գալիս քաղաքացիներից, որ այս ավիաընկերությունը իրականացնում է, այսպես ասած, խաբեություն, որովհետև ես ինքս դրա զոհն եմ դարձել, երբ օրինակ Շարլ դե Գոլ օդանավակայանից պետք է թռիչքով գայինք Երևան, սակայն գնացինք Մոնտենեգրո, գյուղի ավտոբուսի պես հավաքեցինք կանգառներից մարդկանց եւ վերադարձանք Երևան։ Ես պիտի խնդրեմ, որպեսզի դուք ձեր այսպես ասած պրակտիկայի համաձայն նաև իրավապահներին հանձնարարություն տաք հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք կամ առնվազն պետական մարմիններին, ովքեր որ իրականացնում են վերահսկողություն, հանձնարարեք հետևել եւ հասկանալ ինչումն է խնդիրը, որովհետեւ երբ ես բարձրաձայնեցի 170-ից ավել քաղաքացի նույն խնդիրների մասին էին գրում եւ որևէ արձագանք չկա, թերևս այսքանը։ Շնորհակալ եմ։ Վարդաշենի հետ կապված իմ բոլոր հաղորդակցությունը տեղի ունեցել ուղիղ եթերում։ Մի հատ բացեք, տեսնենք, ես խոստացել եմ, որ 20 քառակուսին կտանք, այսքանին կտանք, ես միշտ դժվար եմ, ես ասել եմ, որ մենք հարցով ոչ թե կզբաղվենք, այլ զբաղվում ենք, որովհետև այդ պայի դրությամբ հարցը արդեն եղել է մեր օրակարգում։ Եվ էլի եմ ասում, տեսեք, 7 միլիոն, 7-8 միլիոն դրամ տալիս ենք, պարզվում է վատ բան ենք անում։ Այդ գույքի արժեքը 0 է։ 0 է այդ գույքի արժեքը, հասկանում եք։ Բայց էլի մի հատ էլ ենթադրում եմ եկել են դիմում թողած կլինեն, մի հատ կհասկանանք, բայց դուք էլ ես հիմա որպեսզի ման չանեմ, նախկինում ես իմ բանի հիշողության վրա ավելի վստահ էի, բայց հիմա ինֆորմացիայի ծավալը այնքան մեծ է, որ մի քանի դեպք եղել է, որ ես վստահ եմ եղել, որ տենց չեմ ասեն, հենց եմ ասել, հետո պարզվել է, որ տենց չի։ Դրա համար դուք ստուգեք, հետո առիթ կլինի կասեք, տենց եմ ասել, թե տենց չեմ ասել։ Անկլավների թեմայի հետ կապված։ Ուրեմն ես արդեն ասել եմ, որ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության է հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քյարքին Հայաստանի տարածքը չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածքը չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածքը չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածքը։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, բանի Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ այս հարցը կա։ Այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք սենց անենք, այս սենցը լինելնից, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Այստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, հա, եւ ինչ է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։
Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Արցվաշենը կա, ներառված է բնականաբար որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն։ Հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են 29743 քառակուսի կիլոմետրից։ Բայց սահմանազատման process-ների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29743 քառակուսի կիլոմետր։ Հիմա տարբեր ես ճամբարակել եմ գնում օրինակ եւ ճամբարակում կամ նույնիսկ Երևանում հանդիպում եմ արցվաշենցիների։ Նրանց մի մասը ասում են, որ գիտեք ինչ, մեր գյուղը թող վերադառնա, մենք գնանք մեր գյուղում ապրենք։ Մյուս մասը ասում են, դե ճամբարակում արդեն տնավորվել, տեղավորվել ենք։ Թող համապատասխան բանը լինի, տարածքների փոխանակումը լինի, մենք մի հատ էլ հիմա բան չանենք։ Ադրբեջանական կողմն էլ հրապարակային այդ թեմայով հայտարարություններ արել եւ առանց չափազանցության հրապարակային դաշտում այդ թեմայով ավելի շատ ինֆորմացիա կա, քան թե դրա մասին խոսվել է բանակցությունների սեղանի շուրջ։ Մի բան հստակ է։ Մենք այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել կամ այս կերպ կամ այն կերպ։ Մենք ունենք հստակ ըմբռնում եւ դա արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, այս անջատեմ, որ ֆիքսեն, որ հնչել է, այս հարցի պատասխանից հետո արդեն ավարտում է։ Այդ բանում փաստաթղթում արձանագրված է, թե մենք ինչ սկզբունքներով պետք է իրականացնենք սահմանազատումը։ Սահմանազատման արդյունքում այդ հատվածներում ապրող մարդիկ ոչ թե պետք է խնդիրներ ունենան եւ այդ գյուղերում ապրող մարդիկ։ Մենք սահմանազատման արդյունքում ոչ թե արցվաշենցիների համար պետք է խնդիրներ ստեղծենք, անհանգստություններ, վտանգներ եւ այլ ընդհակառակը պետք է անենք, որ մարդիկ երկար տասնամյակներով, հարյուրամյակներով հանգիստ, խաղաղ, առանց կոնֆլիկտային պոտենցիալի ապրեն։ Հիմա դուք կարող եք ասեք, հա, կոնցեպտը հասկացանք, բայց դա գործնականում ի՞նչ է նշանակում։ Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն։ Պետք է երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ ընդ որում պետք է նայել բանի ընդհանուր համատեքստում, որովհետեւ մենք մեր կողմն ենք նայում։ Օրինակ Ադրբեջանում էլ կա իրավիճակներ, որ եթե ճշգրիտ կանոնով իրականացնենք սահմանազատումը, առնվազն մի քանի բնակավայրեր ընդհանրապես ճանապարհից զրկվում են։ Այսինքն ընեն չի, մենք մեր կողմից ենք նայում, մեզ թվում է, որ մենք այդ խնդիրը մենակ մենք ունենք, բայց այդ խնդիրը միայն մենք չունենք։ Եվ քանի որ խաղաղություն է հաստատված, այդ հարցերը բոլորը պետք է լուծվեն խաղաղության տրամաբանության մեջ։ Այն հաշվառումով, որ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքը ֆիքսվի։ Ադրբեջանի տարածքը, եթե ուշադրություն եք դարձրել, ես չեմ ասում Հայաստանի տարածքը այսքան պետք է լինի, Ադրբեջանի տարածքը այսքան պետք է լինի։ Էդ էլ որպեսզի դավադրապաշտություն չառաջանա, ասեմ ես ինչի Ադրբեջանի տարածքի թիվը չեմ ասում, որովհետև խորհրդային միության ժամանակներից մինչև հիմա Ադրբեջանի տարածքը փոխվում է կապված Կասպից ծովի մակարդակով, որովհետև բարձրանում է Ադրբեջանի տարածքը քչանում է, իջնում է Ադրբեջանի տարածքը շատանում է։ Դրա համար ես 1-2 անգամ օգտագործել եմ, հետո հասկացել եմ, որ դա բան է, ճիշտ մեթոդաբանություն չի, որովհետև կարա այդ թվերի տարբերությունից մի անգամ այսքան ասեմ, մի անգամ այնքան ասեմ, կարա ինչ մեկնաբանության դաշտ ասես բացվի։ Դրա համար մանավանդ որ դրա համար ես ֆիքսում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Ոնց էլ անենք սահմանազատումը։ Հայաստանի տարածքը պետք է լինելու է եւ 29743 քառակուսի կիլոմետր։ Շնորհակալ եմ։